Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի առազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամենքը տալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր ավակ չորեքշաբթի է։ Այսօր իր մեջ կգրե այն ահավոր խորհուրդը, որով հութան գերտա քահանայապետներուն, ավակ քահանաներուն, փարիսեցիներուն մոտ եւ գհամացայնի իր դերն ու վարդապետը դիեզերքի արարիչը, որ մեր փրկության համար մարմնացավ, մատնել, ձախել 30 արծաթի։ Այդ ժամանակ սիրելներ 30 արծաթը ըստրուգիմը քնման քիններ։ Հիսուսը վաճառվեցավ 30 արծաթի քերիմ ըստրուգիմը քինին համացայն։ Դերը սիրելներ մեզի համար իր աստվածային փառքը երկնքի մեջ ցկեց ու խոնարեցավ, մարմնացավ, ծարայի գերբարանքը ստացավ։ Եվ սակայն մարդը չուզեց մտի գնել Տիրոջ, նախընտրեց սատանային հետ գալել։ Եվ դժբախտաբար ինք իր ցերկով դիրասպան եղավ, դերը սպանեց։ Աստված, որ իր ցերկով մարդը ստեղծեց, մարդը իր ցերկով իր դերը սպանեց։ Սակայն այս բոլորը դերը սիրելիներ անարքանք, չարչարանք, նախադինք, մահ մեզի համար գրեց, որբեսի մենք փրկվենք։ Դերը մեզի համար գրեց, որբեսի մեզ քնե մեղքի կերութենեն, մեզ դուրս բերե սատանայի թագավորութենեն եւ երկնքի ընտանիքի անդամ դարձնե։ Անցնող երկու օրերուն սիրելներ ցեզի ընթերցեցի Սուրբ Եփրեմ խորի ասորիին գրած ապաշխարության հորդորակը, զոր 40 գլուխները կփաղկանա, ընթերցեցի մինչև 27-րդ գլուխը։ Այսօր պիտի ընթերցեմ եւ ավարտեմ 28-րդ գլուխեն մինչև 40-րդ գլուխը։ Դեսանք անցնող երկու օրերուն թե այս աղոթքի մեջ են Հիսուս ինքը որ գխոսի մեզի, մեզ յուրաքանչյուրին, իր սերը հայտնելով, իր քութը մեր դիմաց ցույցնելով եւ հրավիրելով, որ հրաժարինք մեղքեն, հրաժարինք զինք խոցել է, չուրախացնենք սատանան, անոր գամքը չկատարենք, անիգա սուդ է, խափող է, այլ դառնանք Տիրոջ, որբեսի հավիտենական կյանքը ժառանգենք։ Եկեք լսենք սիրելիներ շարունակությունը այս սքանչելի աղոթք հորդորակին եւ ավակ շաբթվան այս օրերը անցնենք խոգումով եւ թարցով։ Խոսող Հիսուսն է, գսե. Ով մեղավոր, սիրիր ինձ, որ սիրում եմ քեզ, հրավիրիր ինձ քեզ մոտ, հրեշտակների եւ հրեշտակապետների սիրելիս եւ արդարների ցանկալիս։ Չեմ քարշում հողեղեն հարգիցդ, չեմ խորշում աղքատությունիցդ, չեմ մերժում ամմակրությունդ, մաքրիր սրդիդ արաքաստը, չանա փուրել աղոթքի անուշահոտություն, վարկդ որպես ցեղան, պատրաստիր, ողորմությունդ որպես քինի բարգեւիր, խոստովանությունդ սփրիր որպես բեհես, սերդ որպես վարդ ծաղկեցրու, ապաշխարությունը թիր որպես ջրակ, լարիր մատներիդ դասնաղեղնիմ առաջ քնահարության համար, գանչիր սրբերին քեզ բարեխոսելու եւ ինձ մեծարիր որպես հյուր, ջաշդ բավական է, սեղանդ արադ է, գոչումդ բայցար։ Եվ եթե գամենաս, հորս ինձ հետ կբերեմ, եւ ես ու իմ հայրը գկանք եւ գոթևանենք քո մոտ։ Եթե այս ամենն այսպես անես, ինձ իմ հոր առաջ որպես երախտավոր կգանքնեցնես, քանզի իմ աշխարհ գալու խորհուրդն ունայն չի երևա, այլ մարդկային բնությունը կմեծարվի առավել, քան հրեշտակներինը եւ հրեշտակապետներինը։ Եվ իմ ուրախացած հայրը գործնի քեզ իր փերանով այնպիսի օրհնությամբ,
որն անվախճան է եւ քեզ համար դեր կպատրաստի հրեշտակների բնակությունից վեր, քանզի ուր որ ես եմ, այնտեղ իմ պաշտոնյան կլինի եւ ձեր կյանքն իմ մեջ է բահված առաստված։ Եվ իմ մյուս անգամ Քալստյանը իմ հորից օրտնվածներին կմոտեցնեմ իմ հորը եւ գասեմ. ահավասիկ ես եւ իմ մանուկները, որ դվեցիր ինձ։ Ով մեղավոր, ինչու չես երգնչում իմ ահեղ զորությունից եւ չես ուղվում, մինչ սիրով ու քաղցրությամբ գոչում եմ քեզ ապաշխարության։ Իմացիր, որ իմ հայացքից երգիրը հիմքից թողում է, լերները մոմի նման հալվում են եւ ձովերը խրիվի նման չորանում եւ թժողքը խորակույն անտունքի մեջ է ընկղմվում եւ ինչպես չես զարհուրում, քանզի իմ զորությունը հադում է հողմը եւ հուրը եւ գամ ինչպես չես սոսկում, որ անջար բնություն ունեցող ահեղագերտները մաշվելով այրվում են իմ ահավոր փայլատակումների հրգիզումից, կամ ինչպես չես սարսափում, երբ սերոպերներն ու քերոպերներն իմ ահավորությունից ծածկում են իրենց երեսները փոցանյութ թևերով, եւ ինչպես չես թողում, քանզի եթե հնար լիներ փախչելու, երկինքը չէր կարող իմ առջև կանգնել, նաեւ բոլոր նյութական տեսակները եւ երգիրն իր լրմամբ անթնթային հաստատությամբ հանդերձ իմ երկյուղից հեղվում են թեպի անհուն խորություն։ Եվ կամ ինչպես չես սասանվում, քանզի եթե երկինքների երկինքը թաքնվելու դեղ ունենար, իմ ահից չէր հանդուրժի մնալ իմ ոտքերի բադվանտանի տակ։ Եվ կամ ինչպես չես զարհուրում, քանզի եթե ծածկվելու հնար լիներ, անմահների փանակները թրան թիմելով գթաքնվեին իմ երկյուղալի արբիափայլ ջարակայտներից։ Եվ նրա համար եմ ներում քեզ, որ չգորջես հավդենական գորոստով, այլ զղջալով փրկվես գեհենի հրից։ Իսկ դու արհամարում ես քո արարչին եւ չես երգնչում եւ թողում իմ ահեղ զորությունից։ Ով մեղավոր, երգյուղիր ինձանից, քանզի թեր ես քաղցրությամբ եմ խոսում քեզ հետ, որովհետեւ եթե չխնայեցի իմ հրեշտակներին, որ հբարդացան իմ թեմ, այլ երկնքից անտունդ իջեցրի իմ փարգությամբ, միթե գողորմեմ քեզ։ Եվ հիշիր, Նոյի ժամանակ մարդկանց այդքան բազմությանը, որ աճեցին բորնգության մեջ, բոլորին էլ ջրհեղեղով խեղդեցի։ Սոդոմը եւ Գոմորը, որ բնությունից դուրս ճարիքներ էին կործում, երկնադեղած փոցով գիզելով մաշեցրի։ Քորոզ փարավոնին, որ խոստացավ իմ թեմ, իր զորքերի բազմության հետ Գարմիր ծովի մեջ խորտակեցի։ Գորխիյաններին եւ ապրիոնյաններին, որ իմ քահանայությունը գամենում էին բռնությամբ հապշտակել, 250 փուրվարների հրով այրեցի եւ ապրիոնին փանագը երգիրը բադրելով անտունքի մեջ խորտակեցի։ Իմ թեմ թշնամի դարձած Երիքովի բարիստները չրի նման սփրեցի եւ նրա բնակիչներին իմ հեսու ծառայի ցերկով սրի մատնեցի։ Ասորեստանի Սենեքերիմ արկայի 185 հազարանոց բանակը, երբ իմ սուրբ անունը հայոյեց իմ Երուսաղեմ քաղաքի դրան առաջ, ես հրամայեցի իմ հրեշտակին, որ գիշերվա մեջ մի ակնթարթում գոդորի նրանց հրեղեն սրով։ Իսկ արդ ով է, որ իմ գամքին հագարակ է կործում եւ չարաչար չի բադոհասվում, նույն Աստվածն եմ, եթե շատերին չխնայեցի, նույնպես մեկիդ էլ չեմ խնայի։ Եթե իմ ցայնի քաղցրությանը չլսես եւ չզղջաս ու մեղքերիցդ չդառնաս, քեզ հարյուրապատիկ եմ դանչելու գեհենի հրում, քան նրանց, ինչպես ասացի, թե սոդոմացիների եւ գոմորացիների համար Դադաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան այս քաղաքի համար։ Իսկ եթե ասես ինձ, դեր իմ, այսուհետև ես մեծ երգյուղով սպասում եւ թողում եմ քո ահեղ զորությունից, ինչպես եւ բոլոր առածները, բայց ինչ անեմ, քանզի դարագուսում եմ իմ մեղքերի բազմությունից եւ խորհում դրտմած, թե ինչպես կողորմես ինձ ու գթողնես իմ բազում մեղքերը։ Իսկ արդ հիշիր իմ անունը եւ ուրախ եղիր եւ մի դարագուսիր քո մեղքերի բազմությունից։ Քանի որ իմ անունը ողորմած է եւ իմ անունը երգայնամիտ է, իմ անունը բազումողորմ է, իմ անունն անոխագալ է, իմ անունն անհիշաչար է, իմ անունը քաղցր է, իմ անունն ամենափարի է, իմ անունը մարդասեր է,
Իմ անունը հիվանդների բժիշկ է, իմ անունը ինգածների հարություն է, իմ անունը մահացածների կյանք է, իմ անունը խավարածներին լույս է, իմ անունը քերյանների փրկիչ է, իմ անունը հնացածների նորոգիչ է, իմ անունը մոլորյալներին գտնող է, եւ դու ինչու ես տարագուսում քո մեղքերի բազմությունից։ Եվ որովհետև ինձ խոստացար ասելով, թե այսուհետև ես եւս պիտի երգնչեմ իմ Քրիստոսից, եւ թե քո դարագուսանքը մեղքերիդ բազմության համար էր, նմանապես եւ ես պիտի արադացնեմ իմ սերը, իմ քութը, իմ ողորմությունը քո վրա, եւ պիտի խրադեմ ցույց տալով քեզ, թե ինչ պետք է անես, ով մեղավոր։ Միայն այս պետք է անես, որ հրաժարվես սատանայի չար գամքին հնազանդվելուց եւ հեռանաս բիղծ գործերիդ սովորությունից։ Եկ եւ զղջա ղամեքի նման, ասա քո հորը մեղա, ինչպես անարակ որդին, խոստովանիր քո մեղքերի բազմությունը, ինչպես Դավիթ մարգարեն, ապաշխարիր քո անօրինությունները, ինչպես Մանասեն, մաքսավորի նման աղոթիր առ Աստված, ասելով. Աստված, ներիր ինձ մեղավորիս, արտասվիր քո հանցանքների համար, ինչպես Պետրոսը, թաթարեցրու քո չար գործերը, ինչպես Բորնիկ գինը, ավազագի նման ասա. հիշիր ինձ քո արքայության մեջ եւ դես, թե ամենազոր դերս ինչ կանեմ քո մեղքերի բազմության հետ։ Ով մեղավոր, եթե կյանքիդ ընթացքում 70 անգամ 7 ես մեղանչել, եւ թե անթիվ են քո չարիքները, քան երկնքի աստղերը, կան անհամար են քո անօրինությունները, քան ծովի ալիքները, եւ կամ շատ են, քան դիեզերքում տարածված ավազը, եւ թե ավելի հաճախ են, քան անձրևի շիթերը, կամ բազում են, քան մանրամաղ փոշիները, որոնք համադարած դարուբերվում են օդում, եւ թե մեծ ու ծանր են քո չարիքները, քան երկրի երեսին եղած բոլոր լեռները, եւ թե անօրենություններդ երկնքից էլ բարձր են, կամ երկրի ծագերի սահմաններից էլ ավելի լայն են, կամ դարածված են եթերական օդի շրջաններից էլ այն գոմ, արդ, եթե քո մեղքերը եւ չարիքներն ասածից չափ լինեն, եթե զղջաս աչքերիդ թարթումից եւ շնչիցդ եւ արտաշնչումիցդ, արեկագի ջարակայտների արագությունից եւ օդում գայծակի երևումից եւ մտքիդ ընթացքից առավել եւս փյուրաբադիկ արագ քավություն կշնորեմ քո մեղքերի ամբողջ բազմությանը, քանզի ամենակարող արարիչ եմ եւ մեղքերդ ներելու համար ժամանակի գարիք չունեմ, եւ ինչպես չրի բղբճակը չի կարող թիմանալ այնպիսի հողմին, որ աշտարակներ է քանդում եւ ծառեր է արմատից խլում, այնպես եւ ամբողջ դիեզերքի մեղքերը զղջալուց փյուրաբադիկ առավել չեն կարող թիմագայել իմ ամենակարող զորությանը։ Ով մեղավոր, իմացիր, որ դու չափավոր մարդ ես եւ մեղքերդ թեկուս շատ թվան քեզ, սակայն այն էլ է չափավոր ըստ քո նմանության, այնպես որ իմացիր, որ ես Աստված եմ անսահման, նմանապես ըստ իմ անչափության նաեւ իմ ողորմությունն անսահման է։ Արդ դու եւ քո մեղքերը խոստովանության միջոցով իմ անչափ ձով ողորմության մեջ գցես, այնպես եւ հեշտությամբ գահանչի, ինչպես մի փոքր գայծ համադարած ծովի մեջ։ Արդ, ինչպես բազմազան են մեղքերդ, նույնպես եւ զանազան են ապաշխարության թեղերը, քանզի ոմանք հող ու մոխրով արտարացան, ոմանք լալով եւ արդասուկով դիրոջը հաշտեցրին, ոմանք միայն բակով եւ աղոթքով ապրեցին, ոմանք ողորմություն կդան ինձանից, ոմանք մարդասիրությամբ եւ դգարներին զարայելով, ոմանք խշտությամբ, ոմանք խոնարհությամբ մեղքերի թողությունը ստացան։ Եվ դու ընտրիր սրանցից մեկը, որը քեզ թվում է հեշտ ու թեթև, եւ նրանով կարող ես բժշկել քո մեղքերի բոլոր հիվանդությունները, ոչ թե դարիների թվով եւ կամ բազում ժամանակով, այլ միայն ուղիղ դարձով եւ ճշմարիտ սրտով չարիքներից հեռանալով կարող ես արդարանալ։ Եվ հիմա սիրելիներ, 35-րդ գլուխը մինչև 40-րդ գլուխ Սուրբ Եփրեմ ասորին ինք գոչ գուղե մեղավորներուս ու գսե. դրա համար եւ դու շտաբիր, առաջ կան աշխարից ելներդ, ինչ որ կկարողանաս արակիր երկինք, թե աղոթք արդասուկով, թե դգնություն մաքուր, թե սամոսերկություն ապաշխարանքի,
թե ժուժգալություն խոնարհությամբ, թե հրաժարում երկրային ինչկերից, թե սեր անգերց, թե փափակ Քրիստոսին եւ թե բակ եւ ողորմություն, թե առաջնահերթ սրանք երկինք արաքես, վստահ եղիր քալու ես հանգստության եւ վայելքի, իսկ թե ոչ, ապա երգյուղիր։ Այս ամենը լսելով եւ իմանալով ինչպես եք պատրաստվում Աստուծուն պատասխան տալ, գարցնե Սուրբ Եփրեմ։ Նայիր, նա տախանցանքով եւ իր անհիշաչար քութով յուրաքանչյուրիս բարդկերի բարդաբանն է եւ իր կորովալից կտությամբ դարձյալ փարվում է մեզ, աղաչում է ու բաղադում, խնամարգում է եւ խանդաղադում, բարգևներ խոստանում, ինչպես հայր մեզ գարեկցում եւ մեզ համար մորմոքում, չարերի վրա առավել է դարաձում իր խնամքը, ինչպես որ ծնողներն իրենց ըմպոստացած որդիներին եւ տեսնում են իրենց քիրկն են առնում, կգվում, համբուրում, երեսը երեսին տնում, թխանցակին գարեկցում, ցայնով երգում եւ ձապ են տալիս։ Ամեն կերպ հնարք են փնտրում մանգանը հաշտեցնելու, որ լացն ու հեգեգոցը խափանեն, թեպետ նրանք լացագումած թեմքերը շրջում են, հայոյում, երեսն են ջանգորդում, սակայն դա չի զայրացնում ծնողներին, բարգեվում են մանգանի իր ուզած խաղալիքը, բադվական անոթները, եթե գոդրում է, չեն ցավում, թե գործնում է, չեն դրտմում, միայն թե տեսնեն մանգանը հաշտված։ Սա առավել ցույց է տալիս մեզ աստվածախնամ գարեկցանքը, այս փորձառությունն ապրելով հոգերքող Դավիթը մարդկանց հանդեպ Աստուծո ունեցած անչափ սիրո մասին ասում է, ինչպես որ հայրը կգտա իր որդիներին, այնպես կտած է դերը իր երկյուղածներին։ Նա իր անչափ եւ անեզր սիրո անբատմելի եւ անիմանալի հոգադարության մասին ավանդում է մեզ Ղուգաս Ավետարանչի ցերկով, որը եւ ասում է. «Ցեզանից ով է այն հայրը, որի որդին եթե ցուգ ուզի, միթե ցգան փոխարեն օծ կտա նրան եւ գամ ցու ուզի, միթե գարիչ կտա նրան։ Իսկ եթե դուք որ չար եք, գիտեք բարի բարգևներ տալ ձեր որդիներին, որչափ եւս առավել ձեր երկնավոր հայրը բարի կտա նրանց, որոնք ուզում են իրենից»։ Տեսեք, որքան գեղեցիկ են նրա սիրո բարգևներն իր առրածներին, եթե ցանկանաք, նաեւ դուք կլինեք նրա սիրո որդիները, որ անընդհատ հոգում, համոզում եք հազանացած մարդկային բնությանը։ Արդ, միթե քարիցել գարձրեք, որ նյութերով քայքայվում, փափկում է, կորձիկով դաշվում է եւ թառնում բիդանի շինության համար, կամ երկաթ եք, այն էլ հալվում հրից եւ արհեստավորից ցերկին թառնում բիդանի անոթ, կամ քազան, այն էլ ընդելացված, հարգադրված եւ բաբանցված է թակավորական դռների առջև պատրաստ հնազանդվելու եւ ծառայելու նրանց։ Վիշապների չարամտությունը եւ թունավոր օծերի ցասկոտ փառքերը հնազանդվում են ջարդար թովչի հմայքներին եւ դառնալով ցերնասուն ընդանությամբ թարմանվում են մեկտեղ։ Եվ արդ մարդկային իմացական եւ փանական հնությունը ինչու կետ նրանց չի նմանվում, որ թողնի իր անըսկամությունն ու ապրի։ Եվ ահա Սամոսերկուի բատկամը գշտամփում է մարդկային բնությանը, հանդիմանելով եւ նմանեցնելով օծին, քարպին եւ գարիջին ասելով. նրանց գադաղությունը նման է օծի թույնի, վիշապ օծի թույնի ու խցել է իր ագանչները, որբեսի ջարդար օծահմայի ցայնը չլսի եւ թեղ չառնի իմաստուն թեղադուից։ Բայց դու ով մեղավոր, նմանվիր Դավիթ մարգարեին, որ ասում է. միթե որ ընկնեն, ել չեն վերգենա, ինչպես եւ այստեղ տեսակ, որ գադարեց մարգարեն, ընկավ ցանկության ցերկը եւ բարձրացավ ապաշխարության ցերկով, աչքերով մեղանչեց, շնացավ, սպանեց, լեզվով քավեց, եւ որովհետեւ խոստովանեց, ապրեց։ Խոստովանությունը թեթևացնում է մեղքերի ծանրությունը, խոստովանությունը մեղքերի թեզը ծրում է, խոստովանությունը մեղքերի թեզը ծրում է իբրև փոշի, խոստովանությունը մեղքերի փշերի սառն այրում է, ինչպես հուր, խոստովանությունը որտեղից ելնում է, այն դարձնում է ինչպես բայձար ոսկի անոթ, եւ ով անզղջում է մնում, չի սրբվում։ Խոստովանությունն է, որ զորացնում է ապաշխարությունը, եւ առանց նրա որչափ որ կորձի հավիդյան գդգարանա։ Խոստովանությունը զղջման թուրն է, ապաշխարության սկիզբը, առաքինության եւ արիության գլուխը, հաղթողի զենքը, մեղքերի թեմ վահանը։ Խոստովանությունն ապաշխարության արիթ է, ապաշխարողների բարիս,
քլորվածների ոտքի կանգնեցնելու միջոց, դադանվողների քավազան, շնացողների ցուբ, խոստովանությունը մեղքերի աղդեղությունը սրբող, ամմաքուրներին մաքրող, դանչանքներից ազատող, քեհենի ահից փարադող է, խոստովանությունը երկինքը բացող, դիրոջ արչև դանող, աբաշխարողներին հավաքող, մեղավորներին աբաշխարության հրավիրող, մոլորվածներին գանչող, թեպի երկնային քաղաք առաջնորդող է, խոստովանությունը խավարյալներին լույս է, ովքեր աչք ունեն ջարակայթ, մանուկների դաստիարակ, անհույսներին հույսի օրինակ, խոստովանությունը եկեղեցու զարդ, քահանայի քարոզ, կորձողին բսակ, մանուկներին արաքաստի սկեստ եւ հարսանյաց մուտքը բացողն է, խոստովանությունը մահվան դռներից փրկող է, աստվածային սեղանին հրավիրող, դիրոջ մարմնից սնող, բադվական արյունից խմեցնող եւ դրդմածներին ուրախացնող է, խոստովանությունն աբաշխարության թուր է, հանցանքների քավիչ, այն ընդունողների մաքրիչ, թագավորների բիդանի, աղքատներին ընդունելի, խոստովանությունը մեծամեծների եւ դնանկների բադսպարանն է, բորնիկների քավարան, ավազակների բաշմանարան, խոստովանությունը փանական մեղուների հավաքող է, քաղցր կորձերի վաստակող, թարնությունը քաղցրացնող եւ ամեն առաքինություններով զարդարող եւ արդ, ինչպես կկարողանամ կովել խոստովանությունը, քանզի որտեղ հանցանք լինի, առանց սրա, թե փյուրաբադիկ առաքինություններ կործեն, ոչինչ չի օգնի, եթե բակ բահես, աղոթես, ճգնես, ողորմություն անես, թե ամեն առաքինություն կործես, հնարավոր չի քեզ առանց սրա կավել հանցանքդ եւ թողություն գտնել։ Դու ով մեղավոր, որչափ կարողություն ունես, մարտնչիր քո մեղավոր սովորությունների թեմ, զորեղ աղոթքով եւ բարեխոսության կանչիր քեզ սուրբ հրեշտակների տասը եւ ամենայն սուրբերին եւ արդարներին, մանավանդ սուրբ Աստվածածնին եւ առավել Քրիստոսի չարչարանքները եւ աղաղագիր առ Աստված անդադար, որ ողորմի քեզ եւ սուրբ հոգու ցերկով դա քեզ կարողություն ընդդիմանալ մեղքերին։ Եվ եթե պատահի որ հաղթվես, որպես տգար մարդ, դարձյալ կանգնիր, եւ ինչքան ընկնես, այնքան արագ չանավերստին կանգնել, եւ Աստված այնպես կընդունի քեզ, գարձես բնավ չես ընկել։ Քանզի եթե հագուստդ ընկնի ցեխը եւ գեղդոդվի, այն ժամ օջարով կմաքրվի եւ չի թվա հագնողի աչքին խոդան, եւ որչափ առավել եւս հոգին, որ ընկած է մեղքի մեջ, եւ եթե բարձրանա այնտեղից, խոդան չի համարվի Աստուծո առջև։ Քանի որ նա կարող է առավել սիրել մարդկանց, կան մարդն իր հագուստը, եւ դες նրա անչափ սերը, որ մեր մարդկանց համար մարդացավ եւ ամմահ Աստվածը մարմնով մեռավ, եւ նա ոչ միայն սիրում է, այլև ուրախությամբ վերցնում եւ թնում է իր ուսերին։ Արդ, ով ունի լսելու ականջ, թող լսի եւ իմանա եւ այլի աբաշխարության եւ խոստովանության միջոցով ստացվող բարգեւների բարիքներից, որ փառքով բսակում է եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գահն է նստեցնում, եւ նրան որդուն եւ հորը եւ Սուրբ Հոգուն վայել է փառք, իշխանություն եւ բադիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Ահավասիկ սիրելներ, ավարտեցի ցեզի ընթերցել Սուրբ Եփրեմ Խուրի ասորիի աբաշխարության այս սկանչելի հորդորակը, որում մեջ են Տեր Հիսուս ինքը որ խոսեցավ ու գոչ ուղեց մեզի իրեն դառնալու, սատանային հեռանալու, իր գամքը կատարելու, զղջալու, մեղայիկալու, խոստովանելու մեր մեղքերը։ Եվ տեսանք վերջին բաժնով Սուրբ Եփրեմ Խուրին գրոնավորը կբացատրի թե ինչ է խոստովանությունը եւ որքան անհրաժեշտ է խոստովանությունը։ Առանց խոստովանության մեր բոլոր բռնած բակերը, մեր արած աղոթները, մեր ձխած խունգերը, մեր վարած մոմերը, մեր բարեգործությունները, մեր արակինի կորձերը ոչինչ են սիրելներ, եթե չխոստովանենք մեր մեղքերը ու չաբաշխարենք։ Մեր եկեղեցվո մեջ ավագին շաբթին աբաշխարության գարկ կդարվի ավագին շաբթի օրը։ Եկեք այսօր պատրաստ լանք, որ վաղը սիրելիներ ավագին շաբթի օրը աբաշխարության գարկին մասնակցենք, իսկական մեր գուրծ կծեծելով, խոստովանելով մեր մեղքերը, որովհետեւ Տիրոջ քութին եւ ողորմության արժանանք։ Չդացկենք մեր խոստովանությունը, մեր աբաշխարությունը, որովհետեւ այսօր է ժամանակը դարձի ու աբաշխարության, վաղը ուշ կլա։ Լսենք Տիրոջ ցայնին
ու խոստովանենք։ Աստված ձեզ արադաբես թողորտնե բարի եւ օրհնյալ օրցեր բոլորին։